հայրենական մեծ պատերազմի մասնակից է գեղանկարիչ Սարգիս Վարդանյանը։ Նա արդեն 87 տարեկան է։ Թիվն այս արդեն շատ բան է ասում, թե ինչ հետաքրքիր կյանք է ապրել ու ինչքան բան տեսել։ Նրան հեռվից ճանաչողները կմտածեն, թե մռայլ մարդ է, իսկ մտերիմներն ու ընկերները իրավացիորեն կառարկեն։ Նա ոչ թե մռայլ, այլ ինքնամփոփ մարդ է, սակավախոս։ Ավելի շատ սիրում է լսել, քան խոսել։ Սիրված ընկեր է, կարեկից մարդ, հոգատար հայր, սիրառատ պապ ու վերջապես հարգանք ու ճանաչում վայելող արվեստագետ։ Իր իսկ ձեռքերով կառուցած այս ընդարձակ ու գեղեցիկ արվեստանոց ցուցասրահը նկարչի թագավորությունն է, այն խաղաղ ու միական գյունը, ուր իրեն զգում է ինչպես ձուկը ջրում, ինքն է, իր երևակայությունը, իր կտավներն ու նկարակալը։ Արմատներով մշեցի նկարիչը ծնվել է Արարատյան դաշտավայրի Սարդարապատ գյուղում, հենց այն գյուղում, որի մերձակայքում էլ 1918 թվականի մայիսի 28-ին տեղի էր ունեցել հայտնի ճակատամարտը։ Ու հիմա էլ պապերի կառուցած տանն է ապրում, ու նրանց փոխարեն նախապետ է մի շեն ու մեծ հայ գերդաստանի։ 1938 թվականին 14 տարեկան Սարգիսը ավարտելով գյուղի 7-նամյակը, որ հետ գալիս է Երևան եւ ընդունվում Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։ Սակայն ուսումը դեռ չավարտած սկսվում է մեծ հայրենական պատերազմը, ու երիտասարդ նկարիչը, չսպասելով զորակոչի, որոշում է կամավոր մեկնել ռազմաճակատ։ Նախ պարտք ուներ, հայրենիքը պետք էր պաշտպանել, իսկ հետո հույս, թե իր կամավոր մեկնելով հորը պատերազմ չէին տանի եւ ընտանիքը չէր մնա առանց խնամակալի։ Սակայն հույսը մի բան, իրականությունը այլ։ Ռազմաճակատ տարան նաեւ հորը, ու նա այլևս չտեսավ հորը։ Հայրը Հովսեփ Վարդանյանը պատերազմից տուն չվերադարձավ եւ ոչ էլ նրա մահվան ծանոթագիրը եկավ, նա անհետ կորածների ցուցակում էր։ Եվ այսպես 1942 թվականին Սարգիս Վարդանյանը մեկնում է Հյուսիս-Կովկասյան ռազմաճակատ, մասնակցում նախ պաշտպանական, ապա հարձակողական, ինչպես նաև Մազդոկի, Դոնի Ռոստովի, Տագանրոգի ազատագրման մարտերի։ Պատերազմին մասնակցել եմ մոտարապես 11-12 ամիս առաջի գծում եմ եղել, Տագանրոգի տակ բոյի ժամանակ մեջքից, թիակից տակից և վիրավորվել եմ, բոյի ժամանակ, ոնց որ Ստալինգրադի բոյն էր գնացել, այդ դրա հավասարությամբ այդտեղ բոյ եղավ, այդ վաղտ ես վիրավորվեցի, ընդեղից բերեցին Ռոստով, Ռոստովից երևում է 50 կամ 100 կամ 200 կիլոմետր կար Սյավիզական ֆերմա, այդ ամբողջ ֆերմայում ձիգ չկար, բոլոր վիրավորներ էին պարկած, այդտեղ պարկելուց հետո այդպես ինձ ազատեցին, որտեղ դրա համար գործեր արեցի։ Ինչ գործեր։ Այդտեղ գերմանացիները այդ մեր ռուս ջոչի ջարխորդ էին արել գլող մարմինը, նրա արձանը վերանորոգեցի, կառուցեցի, դրեցի պատվանդանի վրա, դվերջ, ինձ հոնարեցին ղրգին Երևան, եկա Երևանից եկա Մշերատի, արդեն դրան անցա մի քանի ամիսներ պատերազմը փակավ, մոտարապես երևում է 4 ամիս շտաբ արմիայում
եղել եմ ոնց որ ասում են ծովային բինոկլներ որ կան, այդ դրանցով ես նայում էի տաղավարողում ինչքան լծված ավտոներ, ծածկված ավտոյամատնում, ինչքան դուրս է գալիս եւ այլ, այդ դիդարանները, դա Շտապարմյանին էր ու ասեղի բանից ամեն ինչ տենում եմ էլի, բայց ես այնտեղ ասում եմ, չէ, մարդիկ կան, անցնում են, թռնվում են, խփում են սրա, գերմանացիները միշտ մարդ էին ուղարկում իրանց մոտի, մինչև անգամ այնպես բինոկլներ էին, որ գերմանացի զինվորին հագցնում էին ռուս զինվորի հագուստը, ես տեսնում եմ ինչ ա կատարում, շտաբին ասում էի, որ սենց ասի, պետք է մի երկու հոգի դրանք անցկացնեն Մերյանը, ռուս զինվորի հագուստով, սենց, բավականի հետաքրքիր բաներ կար այդտեղ, էլի, մեր զինվորը իջնում էր տրանշեյը, նրա զինվորը գերմանացին բարձրանում էր վերև, իրար չէին տենում, ես երկուսին էլ տենում եմ, ու մեր զինվորին արդեն ասում էին, որ դու ասեց գնա, ես ինչ տեղում այ գերմանացիները, երբ որ ես նայում էի և բան եղավ, որ ես բռնել տվեցի գերմանացուն, արմիայի ճոճը ինձ շնորհակալություն բան ղրկեցին և այլ, ողջույն, բարին բոլորիս հետ։ Իր ռազմաճակատային տարիների մասին նա դժկամությամբ էր պատմում, չէր ուզում, դա նրա ներքին ցավն էր, ապրածի հիշողությունը, ու իր մի պարզ ճշմարտությունը, որն անընդհատ իր կծկծուր պատմությունների արանքում ինքն իրեն քթի տակ կրկնում էր, պատերազմը մեծ ցավ է, մարդիկ ստիպված իրար կյանք են խլում։ Բոլորի մի ասկիս առաջ գալիս են, ոչ մի բան չի կորում ուղեղ այդ միջից, ֆրոնտի առաջի գծի բանը, ոչ մի բան, դա անենց բանա, որ չի չենջվում ուղեղ այդ։ Ինքը նկարչության մասին չի խոսում, ինքը նույն պատերազմի մասին չէր խոսում մինչև վերջի 5 տարի, նոր սկսել, այլ այդ վախ, այդ փակվածությունը, մարդ այդ սարսափ, այդ վախ, այդ ամեն ինչ տեսնելուց հետո ինձ թվում է մի հատ փակվում ու աշխատում է մոռանա այդ ամեն ինչը, իսկ նկարչության մասին ինքը դրանով ապրում է, եթե մի բանով էլ ապրում ես, դրա մասին առավել ևս, բայց այդ վերջի 5 տարիների տարիքի հետ ինքը սկսել է հիշել այդ ամբողջ պատերազմի սարսափելի բանիկը։ Այսինքն Վարդանը օգնեց իրար հետ զրուցելով, այսինքն վստահեց Թորին ու Հարսին Մարինեին, որոնք իրանց բան անելով, որ երևի մեզ խնայում էր հələ ինքը որ հələ անցած չես կար այդ ցավը ապրածը մի անգամից 10 քո երեխաներին ինչ-որ ժամանակ է պետք դրա համար, որ գոնե մի քիչ տեսնես բոլորը խոսում են, արդեն կարելի է այդ մասին ինքն ես ուզեր բացվել, որովհետև այն ինչ-որ լսում ես, չգիտեմ, ապրելը շատ դժվար է, ու այն էլ նկարել այդ տեսակ մաքուր լուսավոր նկարչությունը։ Քանդակներ եք արել այդ ակումբներում։ Մեջը չնոր կա, կարաս երկու մետր կես խորության վրա քանդակներ արել, ճիշտ խորհ։ Ու արել եմ մի քանի հատ ակումբներում, պարապ չեմ մնաց,
ամենը ինձ համար հաճելի է արել։ Այնեն պին, ոնց ասեմ, սերավատի կարմերուց մեկի այս դրերի գույնից բաց, ու այդեն ծավողը, ընդեղի, գլոխներ եմ արել, ֆիգուրա եմ արել, շեղը տենց մի ակոպ, որի մոտ մեջ է ես այդեն բան չանեմ, ամբողջ ցերեկը պարապ, սարապ, ինչ պետք է անես, ամեջը հաջորդ ես դունք ու արածից է։ Պատերազմի տարիների մասին իսկապես հայրիկը գրեթե երբեք ոչինչ չէր պատմում։ Շատ հետաքրքիր է, որ իր հայրիկիս մեջ թշնամություն իր հակառակորդի նկատմամբ չի եղել։ Ինքը երբեք չի մտածել, որ խոսքը գնում է, ասենք, ֆաշիստի մասին։ Եվ երբ որ ինքը պատմում է այդ ամենի մասին, դու տեսնում ես, որ ինքը եւ գծից այս կողմ խոսում է մարդկանց մասին, եւ գծից այն կողմ մարդկանց մասին։ Մի անգամ միացնես դեպք կատարվավ, գերմանացին եկավ իմ եչեկի վրա, որտեղ ես նստած էի, դուրսա երկհատ ճանավարը կանգնած գլխից վերև, և այդտեղ մտածելու բան չկար, ավտոմատը տացնողոցի, այսպես ընգավ, բանը նրա մեջ է, որ ընդեղ քո մեջ ոչ վախ առաջանում, ոչ մի բանի չես վախում, Կյանքը ինչ արժեք է։ Եվ պարտականությունն է քո, որ պետք է տենց ելնես։ Առաջին զինվորը գծում, լուր զինվոր է, էլի։ Աստորեն այդտեղ Եզնստեյանը նայա դու ես, իրար դեմ կանացեք։ Այդ գերմանացին, որ եկավ իմ գլխի վերև և բաստողից կրակը, մինչև անգամ երբ որ ֆրոնտից եկածումը, դրա գրպանի ֆոտոնկարները, իր կնգար, երեխեքի, փոքր, հետս պետս մինչև դուտը նա չմաղացավ այդ տղեն, հետո տարանք ենդեղ սպանեցին թեքյարին, դեր արդեն պարս չէ։ Մեր կամանդիր ժողովը բախվեցի մի հատ տղա հետ, շատ լավ տղա էր, հայ տղա, մինչև անգամ գիշեր երազի մեկ ինձ ատենում, ոնց օդը ինձ պետք է զարգել։ Այդեն ժամը, այդեն սիրեկի կողմերը, ես ինձ հարցնում, հազևազ գալիս է իմ օդը, որ տենա ինչ կատարվավ իմ հետ։ Շատ լավ տղա էր։ Ես կարծում եմ, որ շատ կարևոր է, որ մարդիկ լինում են իրենց սկզբունքներին, իրենց տեսակին հարազատ ու ժամանակը իրենց չի փոխում, ասենք մեծ ծանր գործողությունները չեն փոխում, ժամանակը չի դարձնում մարդուն, մարդ այլ ինքը իր տեսակով հավատարիմ ամնում, կարա աճ ունենա, զարգանա, կամ մի բան լինի, բայց գոնե այդ գիծը շարունակականությունը մնա իր տեսակով։ Ես իսկապես երջանիկ եմ, որ մեր հայրիկը նման անձնավորություն է, ոչ մի բան իրան չի փոխել, ինքը իր տեսակը կարող է դա պարզ տեսակ չի, սովորական չի, բայց ինքը իր տեսակը ունի, որը չի դավաճանել։ Տագարոգի տակն էինք, մի հատ տուն կար, որը բավականի քրիստոնյա գրքեր, նկարներ կային, կախված։ Դրանց Վանյուշյան, մեր Կատյուշյանը տենց էր։ Դրանց Վանյուշյայի 3 հատ Վանյուշյայի սնարյադներ մտածեն այդ տան մեջ։ 3-ը չեն պայթել։ Այդ ավետարանի գրքերը տեղ դրած էր, մասար։ Այդտեղ այդ արարմունքը, որ ես տեսա, ես հավատացի սրբության սրբոց,
Շուշեր մնացել ենք մի ընկերոջի հետ, որը գրադի հետ քաղաքում երկու քույրիկ իրեն երկուսն էլ բժշկուհի էին, տարիքով 40-50 տարի քնիկներ էին։ Նրանց տունը մի գիշեր անցկացրել ենք։ Ինձ երբ որ մեր տնից ճանապարհել են ֆրոնտ, մի կտոր գաթի կտոր եղեք անպանման։ Այդ երկու քույրիկները ամբողջ գիշերը տխվածներ արեցին։ Վանան ջուր էցրեցին, լողաց արեցին մեզ։ Երկուսն էլ հայ ուղի կնիկներ էին։ Ոչ մի հարազատ քու, ասեն ծնողը, այդեն քեզ չի ճանապարհ է, ոնց որ այդ երկու տիկին կնիկները, այդ ռուս ընտանիքների տները, որ մի կտոր հաց էին դնում բան, բերել են մեծ սիրով, մեծ հարգանքով, մի այդեն սում չեղել, որ քեզ կնցնենք, ետինը երեխին կնցնենք կրավատի վրա։ Ես բաներ կորը, որ ուրանալ, կորանալ ապեք, ասանում դուրջ եմ ասում էդի։ Այդ 3 ամիս ես Կովկասից մինչև Տաղարով գնացել եմ ոտով, այդ քանի հազար կիլոմետր անում, ես չեմ կարա բան անել, բայց այդ տունը որտեղ մնացել ենք, իր այն ամենը լավ կտոր հացը նա դրել է մեր աղաքը։ Չեմ զգացել մի տեղ, որ մտնենք մեզ տեղաշոր սարքեն, նրանք վատ սարքեն կամ անշնոր գլուղ բանան։ Ինձ ապշացրել այդ բանը, Աստված է տահարգի երկար կյանք տա։ Մի բան իմացի, որ ֆրոնտում չկա մի բան, որը որ իշխողությունից դուրս թռվի ու մազուչապ մեծանական փոքրանա։ Ֆրոնտի այդ դեպքերը բոլոր իմ աչքի առաջ րոպեներ եւ պարզ տենում եմ որտեղ եմ ես։ Իմացա դա ինձ զարմացրել է էլի, ընդեղից էլ եկել եմ ստեղ նորից բանը, ես ոչ մի ֆրոնտայովիկի այդ մասին հարց չեմ տվել, որ իրոք իրանց մեջ էլ այդ զգացմունքը կա։ Ու չեղ է դրանց էպ, որ ես հիշեմ ես բանը, դրանց հարց տայի։ Որովհետև ուրիշ ապրողը, այն խաղը չէ, գիրք կարդալու կամ, այդենց բան չէ, ֆրոնտը սավսեն ուրիշ բանա, դուք ամրած ես մաղման առաջ, պաշտպանում ես քո հայրենիքը, դու վերջը տեղ ենքան բաներ կան, որոնք որ դրա հետ գրող տնելը չի եղել, ու դա չի մոռացվում է, ասում եմ ֆրոնտի ամեն մի բանը աչքիս առաջ բոլորը գալիս են, որտեղ նստել ենք, որտեղ կացել ենք։ Իշխողությունից չի կորում։ 1944 թվականին Սարգիս Վարդանյանը զորացրվում է ու վերադառնում Հայաստան։ Ճանաչողները մինչև հիմա էլ հիշում ու պատմում են նրա Ռեհան տատի ուխտի մասին, թե որդու ու սիրած թոռան ողջ վերադարձին չոք մինչև Կահերան կգնա։ Ես մի հատ ընկեր կար իրար հետ եկանք, երբ որ պոեզդի ճուճած էր, բերեմ աղցնայց էր, որ հոկտեմբերյանի բոլոր գեղերը, պոեզդի գալու ժամանակ բոլոր գալիս էին Կահերանը, որ տենան ով եկավ, ով չկավ։ Ատեն գյուղի երեխեքը տենում են ընձի,
ես ու մի մեկերն էինք իրար հետ եկանք դե այդ բամբա գործարանի կողմով այս ճապով իշտում ենք ադես ծնկաչոք մոտարաբետ ենք ծերից ծերևած որ ծնկաչոք քայլում չի վազնում, չի բանանում գալիս է իմ առաջը վազ է այդ ընկերոջս հետ եկանք ադերից կրկիցրին կար ճիշտ ասած ամենասուրբ նվիրական բաներից մեկը այս պորտրետն է, որ ինքը արել է ուսանողական տարիներին տեխնիկումի նախքան պատերազմը, մոտ 39 թվի գործ է սա, 38-39 թվի։ Ինքը տենց 17-18 տարեկան տղա ու ավյունով մեծ մազովներով բանում սիրում տեղը վինտ մարդ, որ գնացել է ապագա։ Դե հիմա տեխնիկումն էր, ինստիտուտ էլ չկար էին վաղ, էլ եկել եմ տեխնիկումը, հետո ինստիտուտ բացվել է, նորից ինստիտուտ են մտել։ Հեն առաջի մտնողներից մեկ էլ ես եմ, եթե ուսանող էինք, սովորական բոլոր ուսանողներն էլ իրար նման են ապրում, ինչ, ոչ առող, ոչ էլ բան, պաշտը, աշխուժ տղեն էլ ինքը իրար չափով ձևով ապրում է։ Դիպլոմն արել են կողոզնիկի առավոտը գնում են աշխատանք։ Սելերով, ուզումներով, իրանց բանով։ Մոտարապես 12 մետր երկարություն ուներ ինք դիպլոմը։ Հետո դե վաղտ ինստիտուտում կար պայեստ անման, Թալանչի պայեստապետը այդ նկարը տախել է սովխոզների, փոխոզների դեմքը կողմ է աշխատել, այդեն ոտ նկարը իմից է մնացել է դիպլոմը, այդեն ոչ մեկ դիպլոմ չի արել, 12 մետր երկարություն ունեցող դիպլոմ։ Եվ այսպես ինստիտուտն ավարտելուց հետո սկսվում է գեղանկարիչ Սարգիս Վարդանյանի ստեղծագործական գործունեությունը։ Սկսած 1957 թվականից ակտիվ մասնակցում է հանրապետական և միութենական բոլոր ցուցահանդեսներին։ Նում նկարիչների միության անդամ, բացում 3 անհատական ցուցահանդես։ Նրա գործերից այսօր շատ մասնավոր հավաքածուներում կան և մասն են կազմում պետական մշակութային ֆոնդերի։ Գեղանկարիչ Սարգիս Վարդանյանի սիրած ու նախընտրած ժանրը բնապատկերն է։ Նրա կտավներում Հայաստանի բնությունն է տարվա տարբեր եղանակներին։ Յուրահատուկ են հատկապես Սևանը պատկերող նրա կտավները։ Նկարիչն ասում է, որ Սևանը սիրուհու նման մի բան է իր համար։ Նրան միշտ ոգևորում են լճի ու լիճը շրջապատող գեղամաս արերի գույները, օրվա տարբեր ժամերին փոփոխվող այդ գույների նրբերանգները, անգամ քարերին աճող քարաքոսներն են աննման իր համար։ Սևանին, այրի վանքին նվիրված բազմաթիվ շարքեր ունի նկարիչը, և իզուր չէ, որ նրա նկարիչների շրջանում ծովային են կոչվում։ Սևանը ոնց կարելի է չնկարել, ամեն չէ, ամեն ինչով այնտեղ ոնց որ օդը, լույսը, ամեն ինչ է ուրիշ համով հոտում է, կանցե Արաջյան դաշտը, կանցե ասենք թե վեդի, նույնն էլի, այնտեղ արդեն բնություն ունի իր գեղեցկություն, իր համոհոտը, քեզ տրամադրում է, զգացմունք առաջացնում էջը։ Տեսնում եմ, որ հատկապես այրի վանքը շատ սիրել եք նկարել։ Այրի վանքը, որտեղ ամեն ինչով քարերի մամուռն էլ էր հաճի պատճառով, ամեն ինչով մաքուր էր, խաղաղ էր, սիրուն էր, և ընդեղի հսկայական օծնել էր իր սիրուն։
մոտ այսքան հասություն ուներ, որ երկու անգամ տեսել եմ այս դրան, այն մարդիկ կեթանի էր։ Ինքը լուրջ արվեստագետ է, բացի որ հայրիկս ինքը լուրջ մեծ արվեստագետ է, որովհետև իմ ամենանորմալ արած ստեղծագործություններից հետո իր կարծիքը ոնց որ հայրս որպես ֆունդամենտալ արվեստագետ կարա ինքը մոտեցումով իր արտահայտություն, իր կարծիքը հայտնի, մեկ ուրիշը ես չունեմ։ Այդ մեջից է իր գալ, այդ ուժից իր կրթությունն է, իր տեսակն է, որ ինքը շատ ուժեղ մարդ է, ուժեղ աչք ունի տեսնել պրոֆեսիոնալ արվեստագետի, որ այսօրվա օրով այդ չգիտեմ, փառք եմ ասում, որ այդ տեսակ մարդ կա կողքից, ոչ թե հայ, այլ տենց մարդ։ Շատ կարևոր է, շատ օգնում։ Ես չեմ պարտադրել ոչ մի երեխի, ոչ ախորս երեխեքին կամ բան, ոչ մի կերպ չեմ պարտադրել, որովհետև ինչ ուզեցել է, օգնել եմ, եթե պետք է օգնեմ, բայց ես պարտադրեմ, որ ինքը գնա նկարիչ դառնա, այդպես բան չի եղել։ Ես իմ տղային հիմա անդադար փոքր երեխեք ոնց նկարեն անում սիրում անդադար վրցին է ուզում բան անում անցած օրներ ցույց էր տալի ոնց պետք է նկարվի ասում եմ ստե վերևում միացին են կարանտին ասում եմ ես քո տարիքին էի պապիկը ինձ միշտ հանում էր այդտեղ գրքերը տալիս էր ցույց էր տալի վրցինը ոնց պահես գիծը ոնց գցես մազոկը ոնց տնես կամ ռիսունքները ոնց անես ու անդադ հիմա որ ես իմ տղայի հետ խոսում եմ բանով ես անդադ հիշում եմ մի 40 տարի առաջվա այդ բանը ահռելի մեծ է այդ ավանդը այդ ռոցը որ ասենք իրա կողմից տվել է Զարեն դեռ իրար երկարը ցույց չի տալիս է, բայց դեռ են չէ, թենին ինքը ունի իր երկարը, իր կառուցվածքը, իր շնորհքը, Հովսեփը նույնպես էլ է տենց է, թենիս Սասեն ուրիշ նկարիչ է, Զարեն ուրիշ նկարիչ է, Հովսեփն ուրիշ նկարիչ է, ամեն մեկը իր երկն է երգում, դա արդեն փոխել, հեչ պետք չէ, փոխել զնակում է դու վնաս ես տալիս այդ երեխի ունեցած գեղեցկությամբ, ինքը իր գեղեցկությունը դու ցույց տա։ Ես ինչ ծնվել եմ, հիշում եմ, երևի շատ փոքր, մի տարեկան էլ չկամ, ես իմացել եմ, որ ես պետք է նկարիչ լինեմ, կավայտանակ երբեք ոչ մատիտ եմ վերցել, ոչ նկարել եմ, բայց ես եթե հարցում ասեմ, ինչ պիտի դառնա, ես ասում նկարիչ պիտի դառնամ, բայց ես չգիտեի այդ ինչ է։ Այսինքն մինչև 8-րդ գյուղում ենք սովորել, ապրել ենք, երբ որ գյուղը 8-րդ դասանց ավարտեցի, արդեն հայրիկս որոշեց, որ պետք է տեղափոխվենք Երևան, ու ես որտեղ պետք է Թերլեմեջան գտնվեմ։ Ընդհանրապես ես չգիտեի ինչ բան է, ճիշտ է մենք ամբողջ օրը մեծանում ենք պապայիս արվեստանոցում, որտեղ ասենք նատուշիցա մեր ասել են ռուսերեն բառով, եւ ընդհանրապես այդ ամբողջ աշխարհը ինչ է կատարում էր նկարչական այդ ամբողջ այդ բոհեման, որ ինչ որ պապայիս հետ իր անգերներով, իրանց գերուխումներով ամբողջ ժամանակ դրա մեջ էր։ Բայց հասարակ նատյուրմորտ որ դու պիտի նկարեիր որպես ուսումնարան ընդունվելու համար, ես այդ բանը չգիտեի, որտեղից է սկսում, որտեղից վերջանում է։ Հայրս շատ սիրել էր այդ իմաստով, այսինքն երբ որ ուսումնարանի համար պետք է մի հատ կոն դնեին գիպսից ու մի հատ եռանկյունի, ինքը բերեց նիկելապատը, թեյնիկը դրեց, փայլը լիքրան, այդ ռիսկը կանելով ամենադժվար բանը, ինստիտուտ ավարտածալնես, որ սովորես, ու մի քանի բան դրեց, ու քանի որ ինքը այնքան համոզված էր, ոնց էր միջև ես համոզված եմ, իր աղջիկը կարա այդ նկարի, 3 օրում նկարել տվեց, ես այդ նկարեցի, հետո ժիրպես մի հատ բարդ նատյուրմորտ դրեց, այդ էլ արեցի, գնացին դրսումվեցի։ Գալուց ուսումնարան երբ որ ավարտեցի, երբ որ իմացան, որ ես Ծովայանի աղջիկն է, զարմացա, որտեղ դրանից հետո պապաս երբեք ընդեղ չեկա, ոչ մեկը չգիտեր, ոչ մի միջամտություն չի արել իմ նկարության հանդեպ,
որ երբ որ երկար տարիներ մտածում եմ ինքը պապասի չի, էս ասում, ախր ստե կարասեն, բայց ինքը այնքան ճիշտ է, որտեղ ես ինքն է հաստատում։ Ես տեսա այն որ արեցել, որ ես կարայի։ Լավ ուղղակի չգիտեմ, բայց շատ կարևոր է, որ չեն վիճակում երեք։ Ամենա սուրբ խորհուրդը դա նա է, որ ինքը պետք է սիրի, ինքը պետք է նվիրվի, նկարչությունը շատ բարդ արվեստ է, ինքը պետք է ոնց որ ասում է, ու քրտինք աշխատասիրությամբ եկան գնա, որ կարողանա հասնի դրան։ Մենք ապրել ենք արվեստագետների ընտանիքում, որտեղ իմ մայրն էլ դերասանուհի է մասնագիտությամբ, եւ այդ թե իրենց շրջապատը, այդ միջավայրը դեպի արվեստի մեջ է ու հետաքրքիր բան է, Թենին հենց ի սկզբանե գիտեր, որ ինքը պետք է դառնա նկարչուհի։ Զարեհը նույնպես պետք է լիներ նկարիչ, հասկանալի, եւ երբ որ ես պետք է մասնագիտություն ընտրեի, ես էլ էի սիրում նկարել, փորձեր անում էի, բայց հայրիկ ասեց, գիտես, Զարեն էլ պիտի նկարի։ Ես ընտրեցի այլ մասնագիտություն եւ հետաքրքիրը նա է, որ ես արվեստի մեջ չէի, մասնագիտորեն չէի խորանում, բայց ինձ համար դա շատ հարազատ եւ հասկանալի իրականություն է։ Դա ժառանգականորեն անցնում է եւ ես ուզում եմ մի բան ասեմ շարունակականության մասին։ Մենք արվեստագետների ընտանիքում ծնվել ենք, մեր մի մասը դարձավ արվեստագետ, մի մասը ոչ, բայց հետաքրքիր է, որ մեր երրորդ սերունդը նորից քույրիկիս երկու տղաները նկարիչներ են։ Իմ աղջիկը նույնպես նկարչուհի է։ Մյուս աղջիկս, որ նկարչուհի չի, նորից ունի արվեստագետի աչք, ինքը գեղեցիկը կարողանում է տեսնել։ Ասում էին հերոսություն է լինել նկարիչի, բայց իման կրկնակի հերոս է, որտեղ Սերոժը կին է։ Սերոժ եղել է նահապետական ընտանիքի հայր։ Ազնիվ է եղել ընտանիքի, երեխաների, շրջապատի, միջավայրի հանդեպ, ընկերների հանդեպ։ Ես էլ այդ բոլորը հաճույքով տարել եմ։ Իմ փոքրիկ Սարգիսը իր պապիկի փոքր տեսակն է։ Ինքը բնավորությամբ, սովորություններով, շատ է նման պապիկին, շատ ազնիվ է, հոգատար է, պապիկ ուզում է, որ Սարգիսը նկարիչ դառնա, Սարգիսն է ուզում, որ ինքը նկարիչ դառնա, իսկ մեծանամ նկարիչ դառնա։ Մարդը կյանքում երջանիկ է իր վաստակով, ստեղծածով ու իր ընտանիքով։ Սարգիս Վարդանյանը թեև դժվար կյանքի ապրել, բայց երջանիկ է։ Երջանիկ է, որ մեծ Գերդաստանի հայր է, որ զավակները կայացած մարդիկ են, ամուր կանգնած հողին, երջանիկ է, որ թոռներ ու ձորներ ունի, եւ վերջապես երջանիկ է, որ հայ է եւ իր մշեցի պապի ու հոր արժանավոր հետնորդը։ Արմավիրում, այս մենք հիմա որտեղ որ գտնվում ենք, այս մեր տարածքում նման բան չկա։ Ու որպես դե սա տենց էլ կա, ինքը որպես պետք է լինի թանգարան, ասենք ես սրայի կողքը մի հատ էլ սրանից ավելի մեծ տարածք կա, էլի ամենա կարելի ասել 70%-ով պատրաստ, որ կարող է դառնա ընդհանուր մի գալերեա, որ ասենք Արմավիրի համար դառնա մի հատ Սարդարաբադ տանող ճանապարհել է, այդ շատ հետաքրքիր է։ Պարոն Վարդանյան, ընտանիքի անդամների ներկայությամբ ձերած շքեղ արվեստանոցում ուզում եմ օգտվել առիթից եւ կատարել մի շատ պատասխանատու պարտականություն։
ձեզ հանձնել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ պարոն Հովիկ Աբրահամյանի շնորհակալագիրը նվիրված ձեր վաստակի։ Ու թույլ տվեք ընթերցել։ Շնորհակալագիր տրվում է գեղանկարիչ Սարգիս Հովսեփի Վարդանյանին։ Մեծ հայրենականի բովով անցած հերոսական իր կենսագիրը արվեստի անանց գործերով հարստացնելու համար։ Ձեր պայքարի ու արվեստի գնահատող Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյան։ Ես սրտան շնորհավորում եմ ձեզ այս շնորհակալագրի կապակցությամբ եւ մաղթում եմ ձեզ առաջին հերթին առողջություն եւ ձեր արվեստը մեր ժողովրդի